Այսօր հունիսի 2-ին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն հայ եկեղեցու եւ ազգային հոգեվոր արժեքների։ Ակցիայի մասնակիցները դժգոհում էին վարչապետի վերջին օրերի աղմկահարույց գրառումներից, որոնցում Նիկոլ Փաշինյանը քննադատության էր ենթարկել հոգեվորական դասը, ոմանց կուսակրոնության ուխտը ենթադրյալ խախտելու համար, նաև շեշտել, որ եկեղեցու առաջնորդի ընտրությունում պետությունը վճռորոշ ձայն պետք է ունենա։ Ցուցարարների կարծիքով պետության ղեկավարը դրանով վերջնականապես հատեց կարմիր գիծը։ Մենք ենթակա ենք այսօր արդեն լրջագույն սպառնալիքի ընդհանրապես ոչնչանալու ու հանկարծ այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս երևի թե ծանր նախաձեռնությամբ ջարդելու մեր հիմնասյունը հայ առաքելական եկեղեցին։ Ադրբեջանական մամուլը, ադրբեջանական ներկայիս հաղորդագրությունների մակերեսային դիտարկումը անգամ ակնհայտ է դարձնում, որ այս արշավը մեր իշխանությունների կողմից թելադրվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Դրա համար մարդիկ պիտի հասկանան, որ այսօր եկեղեցու կողքին չկանգնելը, իշխանություններին չասելը, որ առհասարակ այլևս չենք հանդուրժելու նման վարքագիծ, չենք հանդուրժելու եւ գործով ցույց տալու, որ չենք հանդուրժելու իրենց այս լկտի պահվածքը, մեր այսօրվա գոյության հարցն է։ Ներկաների պահանջը ոչ միայն վարչապետի հրաժարականն է, այլև օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելը։ Ես չեմ պահանջում հրաժարական, ես պահանջում եմ դատել Նիկոլին անմիջապես։ Ու ես պահանջում եմ անմիջապես քրեական պատասխանատվության ենթարկել իր կենակցին այս ամբողջ բոլոր տեսակի օրենքները ոտնահարելու համար։ Միքայել arczepiskopos Հաչապահյանը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարություններին նշել է, որ միակ անհնազանդ կառույցը, որ մնացել է եկեղեցին է, եւ իշխանությունը չկարողանալով ոչնչացնել, փորձում է վարկաբեկել այն։ Հաչապահյանը անդրադարձել է նաեւ կուսակրոնության խախտման վերաբերյալ գրառումներին։ Պետությունը իրավունք չունի մտնելու եկեղեցական հարցերի մեջ եւ եկեղեցականների հարցերի մեջ։ Ուրիշ հարց, եթե եկեղեցական աշխարհիկ օրենքները կխախտի, քրեական հանցանք գործի, այո, կարող եք ձերբակալել, տանել բանդարգել, բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել։ Հասկանում եք, բայց մնացած կուսակրոնության խախտումը կամ չխախտումը դա ոչ քրեական հանցանք է, ոչ զանցանք է, ոչ էլ իրենց վերաբերում է։ Հարցազրույցից հետո վարչապետը շարունակել է գրառումների շարքը, սլաքներն ուղղելով Հաչապահյանի դեմ։ ԿՊԱ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ Facebook-ի իր էջում իրականացրած հարցումից հետո հանգել է եզրակացության, որ եկեղեցին պետք է ֆինանսապես հաշվետու լինի պետությանը։ Վարչապետի խոսնակից եւ աշխատակազմի ներկայացուցչից մեկնաբանություն ստանալու նպատակով մեր զանգերն անպատասխան մնացին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը հայտնեց, որ եկեղեցին հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, մինչ այդ մեկնաբանություն տալ չեն կարող։ Սակայն մինչ Մայրաթորի հայտարարությունը վարչապետը նոր գրառում կատարեց։ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրու առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սակայն մինչ Մայրաթորի հայտարարությունը վարչապետը նոր գրառում կատարեց։ Եթե պարզվի, որ իրոք Գարեգին II-ը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրու առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Սա արձանագրում է ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք, նշել է Փաշինյանը, հավելելով, որ որպես հայ եկեղեցու հետևորդ տեսնում է հոգեվոր անվտանգության, իսկ որպես վարչապետ նաեւ պետական անվտանգության խնդիր։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում, գրել է նա։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Free Open Media։